Ասենք Փառք Հիսուսին, Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Աստծո ողորմությունով այսօր էլ իր ներկայության մեջ ենք, Տերը օգնի լսողական շտա, որպեսզի մենք այսօր էլ մեզ հետ բան տանենք, որ Աստված ուզում է թամամի լրացնի, Սուրբ Հոգին ուզում է, որ մեզ պատրաստի երկնքի արքայությանը արժանացնի։ Դրա համար օգնի Տերը լսենք, լսողական ունենանք, ուշադիր լինենք եւ այն ինչ որ մեզ վերաբերվում է, մենք ջանք անենք, որ ապաշխարենք։ Ընդհանրապես տեսեք Սուրբ Գիրքը խոսում է էական բաների վրայով, եղբայրներ, քույրեր։ Օրինակ մենք կարդում ենք Գաղատացիս թղթին Պողոս առաքյալը 6-րդ գլխի մեջ, վերջավորության մեջ ասում է, ոչ թլպատությունը մի բան է, ոչ անթլպատությունը, հապա նոր ստեղծված ըլալն է էականը։ Էական բաներ կա կարևոր, որ մենք այդ էական բաներին շատ պետք է նշանակություն տանք։ Նո թլպատությունը առաքյալը հին ուխտը մեր թլպատությունը ներկայիս ուխտի նշան էր, ներկայիս ջրի մկրտության խորհուրդն է եւ առաքյալը, որովհետեւ մարդիկ մկրտվում են, մարդիկ գալիս են ինչ որ մի աստիճանի ու կանգ առնում իրանց կյանքը այդպես էլ։ Փոփոխություն չկա փոփոխություն։ Տեսեք առաքյալն ասում է ոչ թլպատությունը, ոչ մկրտությունը, ոչ թլպատությունը նոր ստեղծված ըլալն է։ Մարդու մեղավոր բնությունից փոփոխված մարդն է, որը հին մարդը հանել է իր վրայից, որը նոր ստեղծված է, որը Քրիստոսի մեջ է։ Սա է էական բանը։ Թե չէ մենք կարող է մկրտված լինենք, բայց մարմնավոր, բայց շնչավոր, բայց անփոփոխ, համարյա աշխարհիկ մարդուց չտարբերվող այդպիսի մտածելակերպով քրիստոնյաներ կան այսօր, եղբայրներ, քույրեր։ Եվ էական բանը ուզում եմ ամենքս կենտրոնանանք, Եփեսացիս թղթի մեջ ասում է լցվեցեք Սուրբ Հոգիով։ Սա ես կարծում եմ ոչ թե պատվիրանք է, սա հրաման է։ Մենք երիտասարդականին այս թեմայով խոսացինք եւ ուզում եմ որպես էական եւ կարեւոր բան այսօր նայենք Սուրբ գրային համարներին, որը շատ կարևոր է։ 10 կույսերի առակը կարդում ենք, 10 կույսերի առակով երկնքի արքայությունը տեսեք, Աստծո խոսքն ասում է, ինչի նմանեցնեմ երկնքի արքայությունը կնմանեցնեմ 10 կույսերի։ Մենք ենք այդ 10 կույսերը։ Այդ 10, բայց այդ 10 կույսերից 5-ը ասում է հիմար էին, 5-ը իմաստուն էին։ Երբ որ կես գիշերին ձայն լցվեց եւ հետաքրքիր է ինչու կես գիշերին ձայն լցվեց 10-ն էլ քնեցին բայց կես գիշերին ձայն լցվեց որ փեսան գալիս է եւ ելեք դիմավորելու եւ որ ելան դիմավորելու այն 5-ը տեսան որ իրանց լապտերների մեջ յուղ չկա եւ նրանց ասին տվեք ձեր յուղից եւ նրանք ասին չլա թե ձեզ տանք մեզ էլ չբավարարի Գնացեք ծախողներին եւ մինչեւ սրանք գնացին ծախողներին եկան արդեն դուռը փակվեց Ինչ ուզում ասի Աստծո խոսքը մեզ սրանով եղբայրներ քույրեր Տեսեք սրան ինչպիսին է այսօր մեր լապտերները ինչպիսին է մեր ներքին կյանքը ինչպիսին է մեր սիրտը Աստծո առջև Մենք արդյոք ունենք Սուրբ Հոգու լեցունություն Թե չունենք այդ զապազ յուղը, որը խորհրդապատկերն է Սուրբ Հոգու, որը նաև զգուշացնում է նույն թղթի մեջ ասում է եւ մի վշտացրեք եւ մի տրտմացրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվան համար։ Սա շատ կարևոր է, եղբայրներ, քույրեր, որ մենք ունենանք այդ լեցունությունը եւ տեսեք մենք կարդանք Եփեսացիս թղթից ուրեմն 15-րդ համարից այսպես ասեմ նայեցեք որ զգուշությամբ քալեք ոչ թե անմիտների պես հապա իմաստունների պես ժամանակը ծախու առեք որովհետև օրերը չար են
Անոր համար անմիտ մի լակ, հապա իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, մի գինովնակ գինով, որուն մեջ անառակություն կա, հապա հոգով լցվեցեք, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, ձեր մեջ խոսակցելով, երգեցեք, սաղմոս ասեք Տիրոջը ձեր սրտերի մեջ, ամեն ատեն, ամեն բանի համար գոհություն տվեք ու հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը, ամեն։ Եղբայրներ, քույրեր, Աստված մեզ նմանացնում է անոթների։ Մենք որպես անոթներ ենք, որպես ամաններ ենք Աստծոյ համար, եւ Տերը ուզում է, որ մենք ամեն բանի համար, ամեն բան մերժածել ենք, միայն դատարկ լինենք իրա համար։ Ինչու շատերը չունեն այդ լեցունությունը, չկա այդ Սուրբ Հոգու աղոթքը, այդ լեցունությունը։ Գիտեք, երրորդ վիճակը չի կարա լինի։ Մենք կամ պետքա լցված լինենք, կամ պետքա դատարկ լինենք։ Ինչով կարանք լցվենք, ինչպես կարա Սուրբ Հոգին լցնի, եւ որ մենք մարմնավորով լցված ենք, եւ որ մեր մեջ շնչավոր բաներ կա, եւ որ մենք աշխարհային բաներ ենք սիրում Դեմասի նման, եւ այսպես չենք լցվի, եւ Լավոդիկեի եկեղեցու կարգավիճակն ասա, որ Տերը ասավ գաղջ ես, ուստի փսխավոր տակ ես, որ սառը, գոլ ես, գոլը չի սիրում Աստված, միջանկյալը չի սիրում, կա երկու վիճակ, որ Աստված ասում է, կամ սառը եղի, կամ տակ, ընտրի, որոշի, բայց որ գաղջ ես ասում է, քեզ իմ բերանից դուրս փսխելու, այսինքն սա Աստված մերժեմա նման քրիստոնյան չի կարա փրկություն ունենա, եղբայրներ, քույրեր, Աստված հասկացնում է, սրա տակ շատ բաներ կա ծածկված, ինչու չենք մենք լցվում նրան, ինչու չենք միակին ընտրում, որովհետև սիրում ենք այլ բաներ, այլ նախասիրություններ ունենք մենք ունենք այնպիսի բաներ, որ առաջնային է դրանք մեր կյանքի մեջ, եւ մենք մեր անձը, մեր եսը ուրացած չենք, եւ մեր խաչը չենք կրում, մենք այս բնութագրով, այսինքն մենք չենք սիրում Տիրոջը, ինչպես որ Տերը ուզում է, եւ առաքյալն ասում է, մենք պարտական ենք նրան սիրելու, որտեւ առաջուց նա սիրեց, եւ նա սիրեց մեզ եւ ինչ վիճակի, որ մենք ոչ մի արժանիք չունեինք Աստծո առաջ։ Եթե մեր փրկությունը Աստված ի սկզբանե մեզ փրկել է, առաջի քայլը դա եղել է իր սիրո եւ իր ողորմության, իր սիրո եւ ոչ մի արժանիք, ոչ մի մարդ երկրագնդի վրա, ոչ մի լավ բան, ոչ մի արժանիք չունի Աստծոյ առաջ, որ դա հաշվի առնի, միակ լավը նա է, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Մարդի բնությունը, էությունը, մարդը մի լավ բան կանի, երկրորդ քայլը մեղք կգործի, պղծություն կգործի, եւ մարդը չի կարա իր արդարությունով երբեք չի կարա արդարանա։ Նման մարդուն արդարացնողը Տեր Հիսուս Քրիստոսն է, իր սուրբ արյունն է, որը մաքրում է մարդը եւ որ կոտրվում է, ընդունում է իրան որպես Տեր ու Փրկիչ, մաքրում է, ազատագրում է, որպես թե մեղք չի գոր եւ ընդունում է այս վիճակով եւ դրա պատճառը աստվածային սերն էր, որը Հիսուս Գողգոթայի խաչի վրա տարապելով մարդկության, ամբողջ մարդկության, պղծությունը, մեղքերը, չարիքները, հիվանդությունները կրեց խաչի վրա եւ բացեց փրկության ճանապարհը։ Եղբայրներ, քույրեր, բայց եւ որ մարդը արձագանք չի տալի, մարդը չի դառնում անկեղծ, մարդը վերջապես տարիների ընթացքում չի ապաշխարում, չի ազատագրվում մարմնավորից, նա մարմնավորը Սուրբ Գիրքն ասում է դատապարտության ենթակա է։ Այն մարմնի գործերը, եթե մարդը չապաշխարի, մարմնի գործերից գրված է Գաղատացիս թղթում, նա չի կարա արժանանա երկնքի արքայությունը։ Դա ասում է Սուրբ Գիրքը, բարկություններ, հակառակություններ, պառակտումներ, բաժանություններ եւ այլը, այսպիսի բաներ անողները առաջուցել էի ասեմ, հիմա եմ ասեմ, որ երկնքի արքայությունը պիտի չժառանգի։ Մարդիկ արհամարում են այս խոսքերը, մարդիկ առաջնորդվում են իրանց զգացմունքներով, ուրիշներին նայելով, ուրիշից օրինակ վերունելով, ոչ թե Սուրբ Գրքից։
Տերը օգնի եղբայրներ, քույրեր։ Տեսեք, Աստված ինչ ասավ Անանիային, չէ՞, Պողոսի մասին, նախքին Սավուղի, որը հալածում էր Աստծո եկեղեցին։ Ասավ. ընտիր անոթ է ինձ համար իմ անունը կրելու հեթանոսների մեջ։ Տեսեք, անոթի ամանիա նմանացնում, եւ մենք պետք է անոթ լինենք դատարկ Տիրոջը համար, որ Աստված լցնի իր Սուրբ Հոգին։ Գիտեք, մենք ազատ կամք է տվել, մենք ում առաջ բացենք, ինչի առաջ բացենք մեր սիրտը, նա էլ կլցնի։ Ինչպես տեսեք, Պետրոսը Անանիային ինչ ասավ։ Ասավ. Անանիա, ինչու քո սիրտը տվիր, որ սատանան լցնի, չէ՞, որ սուտ խոսես Սուրբ Հոգում։ Տեսեք, ինչու քո սիրտը սատանան լցնի։ Սատանան էլ կարա լցնի, Աստված էլ կարա լցնի, աշխարհն էլ կարա լցնի, մարմնավոր ցանկություններն էլ կարան լցնեն, ամենայն բաները կարող է զբաղմունքներն էլ կարա լցնի, ամենատարբեր բաները կարա լցնի։ Գիտեք, մեր տուն ու տեղը կարող է մեր կուռքը լինի։ Այն ինչի մասին, որ մենք շատ մտածում ենք, այն ինչի համար, որ մենք շատ անհանգստանում ենք, նա է մեր Աստվածը։ Հովհաննես առաքյալն ասում է, որդակներ, ինքս ինքնիդ կուռքերեն պահեցեք։ Չլի թե Ռաքելի պես ծածուկ կուռքեր ունենանք, որը իր հոր կուռքը պահել էր, եւ այդպես էլ Լաբանը չկարած գտնի։ Եղբայրներ, քույրեր, թող Աստված օգնի մեզ այս բաների մեջ, որ մենք լինենք դատարկ անոթ եւ դառնանք պատվական անոթ։ Նաեւ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրած նամակի մեջ հիշեցնում է, որ մեծ տան մեջ կան տարբեր ամաններ, հողե ամաններ, կավե ամաններ, ոսկե ամաններ, փայտե ամաններ, ոմանք պատվի համար են, ցավոք, սա մարգարեական խոսք է, ոմանք էլ լինելու են անարգանքի անոթներ, անարգվելու են Աստծո կողմից, որտեղ իրանց անոթը պատվի համար չպատրաստեցին Տիրոջը համար, եւ այնտեղ թույլ տվին Անանիայի նման, որ սատանան լցնի, կամ աշխարհը լցնի, կամ ինչ-ինչ բաներ լցվի նրա մեջ, եւ իրանց համար կարեւորությունը սա լինի։ Աստված մեզ չի կանչել, որ մենք մենակ գանք ու գնանք։ Աստված կանչել է, որ մենք դառնանք նորը ստեղծված, դառնանք հոգևոր մարդ, ոչ թե մարմնավոր, դառնանք Աստծուն պիտանի անոթ, որ Տերը մեզ օգտագործի եւ վերջը մասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Հերթականություն կա կարծես հոգևոր կյանքի մեջ, գիտեք, կա Սուրբ Հոգու մկրտություն, կա Սուրբ Հոգու լեցունություն, կա Սուրբ Հոգու առաջնորդություն։ Որտեղ ենք հասել մենք։ Մենք որտեղ ենք հասել։ Եթե մեզ համար առաջնային բաներ, գիտեք, Սուրբ Հոգին վշտանում է։ Սուրբ Հոգին վշտանում է, տեսեք, նաև առաքյալը զգուշացնում է, մենք կարդում ենք Եփեսացիս 4-րդ գլխի 29-րդ խոսքից. բնավ ձեր բեռնեն ապականյալ խոսք մթող չլե, հապա ինչ որ աղեք է պետ եղած շինությանը համար, որպեսի լսողներին շնորհք տա, եւ Աստծո Սուրբ Հոգին մի տրտմեցրեք, որով դուք կնքվեցաք փրկության օրվան համար, ամեն դառնություն եւ բարկություն ու սրտմություն, աղաղակ, հայհոյություն վերցվի ձեզ մե իրենց չարությունով մեկտեղ եւ իրարու հետ քաղցր եղեք, գթած ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզի։ Ամեն։ Տեսեք, սրանք հին մարդու, մարմնավոր մարդու գործերը, բարկություն, սրտմտություն, աղաղակ եւ այլը, սա հին մարդու մարմնավոր քրիստոնյայի բնույթ է, որը վշտացնում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին եկել է մեզ սովորացնելու, Սուրբ Հոգին եկել է մեզ ճշմարտությունը ճանաչեցնելու, Սուրբ Հոգին եկել է մեզ պատրաստելու երկնքի համար, եւ որ մենք մարմնավորապես ենք գործում, Աստծո Սուրբ Հոգին վշտանում է եւ մի կողմ կանգնում։ Գիտեք, մենք մարդը առանց Աստծո ոչ մի բան կապ չունի, հարուստ է, քանի հատ շենքեր ունի, քանի հատ թանկ ավտո, դե կապ չունի, դե ժամանակավոր բաներ են դրանք,
Մարդը իր էությամբ ամեն մարդ մի խղճալի անձնավորություն է։ Խղճալի անձնավորություն, որը կարիք ունի Աստծոյ։ Նա դատարկությունը երբեք չի լցվում։ Հարուստները վկայում են, որ էս էլ ունեցանք, այն էլ ունեցանք, աշխարհի եսիմ ընչերի հասանք, ընչեր ունեցանք, բայց մի կարճ ժամանակից հետո նայում ենք, որ էդ էլ ոչինչ է։ Եվ ոչ մի բան մարդու սիրտը չի լցնում, եւ ոչ մի բան մարդու աչքը չի կշտացնում։ Կշտացնողը Հիսուս Քրիստոսը։ Մարդու սիրտը լցնողը, բավարարողը։ Գիտեք, մարդը կարող է աղքատության մեջ, սովորական հասարակ կյանքով ապրի, բայց նրա սիրտը լիքն է լի, նա խաղաղ լի, նա կշտացած լինի, որովհետև իր մեջ Հիսուս է ապրում։ Եղբայրներ, քույրեր, եւ առաքյալը մենք կարդացինք, ասում է, սաղմոսներով, երգերով, օրհներգություններով, մենք առօրյայի մեջ էլ կարանք երգենք, ինչքան լավ է, որ առավոտը վեր ենք կենեմ, աղոթք ենք անում, մի քիչ հետո մեկ էլ տենում ենք մեր հոգին երգում է, ինչ որ մի երգ է երգում, մենք Սուրբ Հոգու տաճար ենք, նա երգում է, մենք էլ ենք երգում իր հետ, թեկուզ բառերը չենք հիշում, բայց հետը դամ ենք անում, եւ գալիս է Տիրոջ ներկայությունը, հետո հրաղ ենք կլում աղոթք անելու, աղոթք ենք անում նրա, ինչքան լավ է, որ Սուրբ Հոգին գործում է, որ մեր տաճարների մեջ փառաբանություն ա գնում, եւ Աստված գրված է բնակվում է փառաբանությունների մեջ, եւ որ մեր միտքը աշխատում է նրա խոսքի վրա, նրա ներկայությունը գալիս է, եւ որ մենք հավաքվում ենք, խոսում ենք, Աստծուց ենք խոսում, Աստծո Սուրբ Հոգին գալիս է, բայց ուրիշ բանից ենք խոսում, կարծում եմ Սուրբ Հոգին կողքի է կանգնում, որովհետեւ մենք Իրանից ենք խոսում, ինքը ներկայանում է։ Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, ուրեմն բերեք, գիտեք, վերանայենք մեր կյանքերը, մեր լապտերները ստուգենք, յուղը պակասել է, յուղ կա թե չկա, ֆիտիլը տեղնա թե չէ, լամպը մաքուրա թե մաքուր չի, ներսին ինչ անմաքուր, կարգի դնենք մեր ներսը, կարգի դնենք այդ հարցերը, Առակաց գիրքն ասում է, դրսի գործերը կարգի դիր, հետո նոր տունը չինի։ Տերը օգնի, եթե մենք հանդիմանվում ենք ինչ որ բաներից, մեր սխալներից, մեր ծուլություններից, մեր մեղքերից, մենք շտապենք խոստովանվելու եւ ներողություն խնդրենք, ներում խնդրենք Տիրոջից եւ ապաշխարենք, եղբայրներ, քույրեր, որ դրանք չտիրեն մեր կյանքի մեջ, մենք ազատագրված լինենք, մեր խիղճը մաքուր լինի Տիրոջ, մեզ ոչ մի հանդիմանություն չզգանք, որ ինչ որ մի կետի վրա մենք մեղանչել ենք, այդ հարցերը լուծենք, կանչենք նրան, նա մոտ է, եւ մենք կանչենք նրան, որ մեր հաղորդակցությունը, մեր մտերմությունը Սուրբ Հոգու հետ լինի լավ հարաբերության մեջ եւ ապրենք ոչ թե մարմնավոր կյանք, հապա ապրենք հոգևոր կյանք։ Մարմնավորից ազատագրվենք, եղբայրներ, քույրեր։ Գիտեք, մարդկանց շուրթերը խոսում է մի բան, բայց իրանց սրտերը անում է ուրիշ բան։ Գիտեք, այդպիսի մարգարե կար, Բաղամ անունով, որ Բաղակը կանչեց եւ ոսկի ու արծաթ խոստացավ եւ ասավ գնա Իսրայելը անիծի։ Տեսեք ինչ էր ասում նա, մարգարե մարդ էր, բայց ասում էր, եթե Բաղակը իր տանով ոսկի ու արծաթ տա, այն ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ ասելու։ Հետո երկրորդ անգամ կանչում էր, ավելի մեծ խոստումներ էր տալի Բաղակը։ Ասում էր, չէ, Աստված ինչ ասի, այն պետք է խոստանամ։ Այն մի անգամ Աստված քեզ ասել է, որ Իսրայելը օրհնված է։ Մի անիծի։ Տեսեք, իր լեզուն ուղիղ էր խոսում, բայց սիրտը ցանկանում էր Բաղակի խոստմունքներին, ոսկուն եւ արծաթին։ Եվ իր վախճանը շատ ողբերգական եղավ, եղբայրներ, քույրեր։ Մենք Աստծո առաջ բաց նամակների պես ենք։ Գիտեք, մենք Աստված մեզ ավելին է ճանաչում, քան մենք մեզ ենք ճանաչում, գիտեք։ Այդպես չի։
Այնպես որ Աստծո առաջ մեկ ամենք մարդը չի կարող ոչ մի բան թաքցնի։ Եվ դատաստանի ժամանակ շարժառիթները պետք է Աստված մեդան բերի, գիտեք, շարժառիթները։ Յուդան ասավ, այդ կորուստը, այդ թանկարժեք յուղը կարանք ծախենք ու աղքատներին տանք, բայց նրա դարդը աղքատները չէր։ Նրա ուզածը այն էր, որ վաճառեն, փողը դնեն ընդի, ինքն էլ այդ փողերիցը տանի։ Այ այդ էր Իրանը։ Տեսեք մարդու մեջ ինչեր կա, ինչեր կարա լինի, եւ ոչ սովորական մարդկանց։ Մարգարեր, մարգարեություններ ուներ, Աստծո մարգարեն էր։ Տերը օգնի եղբայրներ քույրեր, մենք ավետարանի մեր հոգու հայլու առաջ կանգնելու եւ նորոգվելու բաներ ունենք։ Ազատագրվենք, դառնանք Սուրբ Հոգու տաճար, դառնանք Տիրոջ համար դատարկ անոթ, որպեսի նա մեզի լցնի ու մենք նրանով ուրախ լինենք, բավարարված լինենք Քրիստոսով եւ մենք ուրեմն կլինենք աշխարհի ամենաերջանիկ, ամենալավ մարդիկ կլինենք Աստծոյի համար։ Սրա համար մենք պետքա բաներ կա որ անենք, գործենք, Տերը չի կանչել մեզ մենակ գանք ու գնանք, Տերը կանչել է որ մենք ծառայենք իրան։ Առաջնայինը որ մենք միաբան լինենք եկեղեցու հետ եւ գործենք եկեղեցու մեջ։ Առաքյալն ասում է, ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատեք ասում է Պետրոս առաքյալը, երկրորդ Պետրոսի թղթում։ Տեսեք ինչ առավելություն է տալի, ասում է սրանով ձեզի առավելություն պետք է լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորությունը մտնել։ Տեսեք, եթե մարդը ինքը ապաշխարում է, հասկանում է Տերը իրան ինչի համար է կանչել։ Եվ գործում է դրա մեջ, եւ իր անոթը օգտագործում է որպես պատվական անոթ է դառնում Տիրոջ համար։ Իր համար երկնքի արքայություն մտնելը մեծ առավելություն է դառնում։ Նա պտուղներ է բերում եւ Տերը համարում է նման։ Այս սա էական բաներ է, եղբայրներ քույրեր, որ ես նշեցի, էական բաները սա է, որ մարդը լինի նոր ստեղծված, որ մարդը ունենա Սուրբ Հոգու լեցունություն, որ մարդը լինի դատարկ անոթ Տիրոջ համար եւ գործի գիշեր ու ցերեկ, թե աղոթելու, թե վկայելու, թե ծառայելու Տիրոջը, թե ինչ գործ որ կպատահի, ինչ որ կարա անի Աստծոյի համար։ Տերը օգնի եղբայրներ քույրեր, մենք խաբված չլենք, մենք դատարկ չգանք ու դատարկ գնանք, հետո վերջի օրը մենք այդ յուղը չունենանք եւ ինչ ասավ այդ 5 կույսերը եւ որ եկան, արդեն դուրը փակվել էր։ Առաքյալն ասում է ժամանակը ծախու առեք, օրերը չար են։ Չգիտենք ինչ ժամանակներ է, նույնիսկ մի կողքի անհավատ մարդիկ ասում են, իրանք էլ են զանազանը։ Այս ինչքան արագ է գնում ժամանակը։ Չգիտես ինչա պատահել ես երկրագնդի հետ, ինչա պատահել ժամանակի հետ, ժամանակը արագ գնում է, հետո չենք հասցնի։ Եթե կա հնարավորություն, մենք չգիտենք երկրորդ հնարավորություն կտրվի, թե չի տրվի, եղբայրներ քույրեր։ Եթե բաներ կա, մենք չենք կարող ազատագրվենք։ Աստված դրա ճանապարհը միջոցը ցույց է տվել։ Որոնք որ Քրիստոսիններն են, իրանց մարմինը ծոմապահությունով խաչը կհանեն բնական կիրքերով եւ ցանկություններով։ Շատերի որ չեն կարող մարմնավոր կյանքից, մարմնի գործերից ազատագրվեն, նրանք չգիտեն ինչ է նշանակում ծոմը։ Նրանք ծոմ չեն պահել եւ չեն էլ սիրում ծոմ պահելը, որը շատ կարեւոր է, որը էական փոփոխություն անում մարդու կյանքի մեջ։ Մենք պահողները կասեն իրանց փորձառության մեջ, թե Աստված ինչպես է փոփոխում, որոնք որ Քրիստոսիններն են։ Դրա համար էլ մնում են մարմնավոր, դրա համար մնում են մի փոքր բանից, որ չի ելել այդպիսի բան, գայթակղվում են, նեղանում են, խռովում են, բաժանվում են, պառակտվում են եւ չգիտեն, որ սա իրանց համար դատապարտություն է։ Գիտեք, այն մարդիկ ոնց են ասում են, իրանց շվակի հետ էլ չի յոլա գնում։ Ուրիշ բան չի, քու շվակն է։ Մարդիկ այդքան մարմնավոր այդ աստիճանի։ Ինձ ասիր, քեզ բան չեն ասել։ Քեզ թշնամին է հուշում։ Աշխարհն է քեզ տարել, մարմնավոր կյանքն է, որ չես ուզում
ծոմ պահել։ Չես ուզում աղոթել, չես ուզում ջանք անել, չես ուզում խոնարհվել, չես ուզում խոնարհության դասը սովորես, որ Հիսուսի նման հանդուրժող լինես, երկայնամիտ լինես, ներող լինես, համբերող լինես, չկա այդ պտուղները։ Տերը օգնի եղբայրներ քույրեր, բերեք կանգնենք աղոթքի։ Եվ եթե բաներ կա, եթե խրատական բաներ կա կամ հանդիմանական բաներ կա մեր կյանքում, բերեք ժամանակը քամուն չտանք, բերեք անկեղծանանք այս աղոթքին Տիրոջը առջև եւ աղոթենք ու խնդրենք, որ Տիրոջ ներողամտությունը, ողորմությունը գա, աղոթենք, խնդրենք, որ Տերը օգնի մեզ, Տեր, մենք հասկանանք եւ պիտանի անոտ լինենք քո եկեղեցու մեջ, ալելույա, ամեն։